Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով դատալսումների հիմնական փուլը սկսվել է։ Գործով կա երկու մեղադրյալ 20-ամյա Գևորգ Հարությունյանը եւ 31-ամյա Նարեկ Օհանյանը։ Այսօրվա դատական նիստին սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը չի ընդունել մեղադրանքը եւ հայտարարել է. «Կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ, ասեմ խի, այդ ամեն ինչն արել եմ վախից ելնելով ու չեմ ուզում այդ մեղքի տակ մտնեմ։ Հետո էլ ինչ լինում է թող լինի։ Այս մեղադրանքը չեմ ընդունում, մնացած մանրամասների մասին կպատմեմ մյուս դատական նիստերին, կասեմ թե ինչի։ Այս պահին չեմ ուզում բարձրաձայնել», իր խոսքում ասել է Գևորգ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույցն անմոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը։ Նրա հետ սպանվել է նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026 թվականի հունվար ամսվա տնտեսական հիմնական ցուցանիշները։ Տնտեսական ակտիվության աճը դանդաղել է 14%-ից իջնելով 7.6%-ի։ Առևտրի շրջանառության աճն ընդամենը 0.7% է։ Արդյունաբերական աճը դանդաղել է կազմելով 10.6%։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 38%։ Մինչ դիվանագիտական գործընթացը բնական հունով շարունակվում էր, նրանք հանկարծակի հարձակվեցին Իրանի վրա։ Իհարկե մենք չէինք բացառել դեպքերի նման զարգացման հավանականությունը, այդ պատճառով մեր զինված ուժերը լիովին պատրաստ էին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի աշխարհի գավաթի 3-րդ փուլը, որը մեկնարկում է այսօր Թուրքիայի Անտալիա քաղաքում։ Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Քաթարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի 3-րդ փուլին։ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև աշխարհի գավաթի 2-րդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։ Հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մարտի 11-ին ժամը 19:30-ին Բանգկոկից Թբիլիսի կմեկնի չարտերային չվերթ, որը կտեղափոխի Թայլանդում մնացած Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներին։ Վրաստանի կառավարությունը մեզ օգնեց ստանալ չարտերային չվերթի թույլտվությունը։ Հայաստանի դեսպանատունը մեզ օգնում է տարածելով տեղեկությունը։ Մեզ հետ կապ են հաստատել բազմաթիվ հայեր։ Իհարկե մենք ուզում ենք օգնել բոլորին։ BMG մեդիա հարթակին ասել է թռիչքի կազմակերպիչ Wonderfly տուրիստական ընկերության հիմնադիր Թամունա Բոջգուան։ Նրա խոսքով արդեն գրանցվել է 100 մարդ, եւս 50 տեղ ազատ է։ Ֆրանսիան առաջարկել է իր օգնությունը լիբանանյան Հեզբոլլա շարժման զինաթափման գործում, կանխելու Իսրայելի կողմից ավելի լայնածավալ գործողությունը, հաղորդում է Financial Times-ը, հղում անելով լիբանանցի պաշտոնյաներին։ Դիվանագիտական ջանքեր են գործադրվել նաև Իսրայելի կողմից ավելի լայնածավալ գործողությունը կանխելու համար։ Ընդ որում Ֆրանսիան առաջարկել է օգնություն Հեզբոլլայի զինաթափման գործում, նշվում է հոդվածում։ Ադրբեջանի պետական հեռուստաալիքը տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանի նկատմամբ։ Պետական ITV հեռուստաալիքով հաղորդավարուին հայտարարել է Թավրիզը ադրբեջանական հող է, այլ ոչ թե իրանական, եւ այն անվանել է պատմական ադրբեջանական տարածք։ Ըստ նրա, այս պատմական ադրբեջանական հողերի կազմի մեջ են մտնում նաեւ Թավրիզը, Խոյը, Արդաբիլը, Ուրմիան եւ Զանջանը։ Այս տարածքները պետք է ազատագրվեն, հայտարարել է հաղորդավարուհին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման իր առաջարկները։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Պուտինը Թրամփին փոխանցել է իր դիտարկումներն ու հնարավոր լուծումների տարբերակները, որոնք ձևավորվել են նաև Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ ունեցած հանդիպումների արդյունքներով։ Քննարկումը վերաբերում էր Մերձավոր Արևելքում աճող լարվածությանը եւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Իսրայելի իշխանությունները ձգտում են Իրանում իշխանափոխության եւ չեն ցանկանում երկրի լիակատար ոչնչացում։ Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը, հղում անելով իսրայելական գործողությանը ծանոթ աղբյուրին։ Հրատարակության աղբյուրի համաձայն Իսրայելի նպատակը մնում է անփոփոխ, ապահովել ռեժիմի փոփոխություն, այլ ոչ թե Իրանի լիակատար ոչնչացում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Մոջթաբա Խամենեիի Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ եւ հայտարարել է, որ նա չի կարողանա խաղաղ ապրել։ Ես չեմ կարծում, որ նա կարող է խաղաղ ապրել, ասել է ամերիկացի նախագահը։ Նա նշել է իր դժգոհությունը Մոջթաբա Խամենեիի որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։
Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչու հետ հեռախոսազրույցում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է. Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը անընդունելի է եւ որ Անկարան կձեռնարկի պատասխան միջոցներ։ Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը անընդունելի է եւ որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ պատասխան միջոցները։ Նա նաեւ նշել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը եւ սպառնալիք ներկայացնել քաղաքացիական բնակչության համար։ Իր հերթին Արաղչին հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածք ուղղվող հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից։ Նա վստահեցրել է, այդ հարցի վերաբերյալ համապարփակ հետաքննություն կանցկացվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է որոշել, թե իր երկու վարչակազմի պաշտոնյաներից, փոխնախագահ Ջեյդի Վենսից կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոից, որին է աջակցելու որպես 2028 թվականի ընտրություններում հանրապետական թեկնածու, հաղորդում է Wall Street Journal-ը։ Ըստ թերթի, Թրամփը հարցրել է մասնակիցներին, թե արդյոք պետք է աջակցի Վենսին, թե Ռուբիոին։ Հղում անելով ներկաներին հրատարակությունը հայտնել է, որ հյուրերը ավելի բարձր են ծափահարել Ռուբիոին։ Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ երկու քաղաքական գործիչներն էլ մտերիմները նրանց ընկերներ են համարում։ Եվ Ռուբիոն հրապարակավ եւ անձնական զրույցներում հայտարարել է, որ մտադիր չէ մրցակցել Վենսի հետ, ով համարվում է 2028 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածուի ամենահավանական հանրապետական թեկնածուն։ Միևնույն ժամանակ թերթը պնդում է, որ Թրամփը ավելի ու ավելի է կողմնակալություն ցուցաբերում Ռուբիոյի նկատմամբ, գովաբանելով նրան անձնական զրույցներում եւ ասելով իր գործընկերներին, որ պետքարտուղարը հնարավորություն ունի հաղթելու նախագահական մրցավազքում։ Հայաստանի կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Աննա Ժանդրյասյանի հրամանով սահմանվել են դպրոցականների գարնանային արձակուրդների ժամկետները։ Առաջին դասարանի աշակերտների գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 16-ից 27 ներառյալ 5 օրյա, մարտի 16-ից 28 ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Իսկ երկրորդից բարձր դասարանցիների համար արձակուրդը պակաս կլինի 1 շաբաթով եւ կմեկնարկի մարտի 23-ից 27 ներառյալ 5 օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28 ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգները մինչ օրս հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ավելի քան 5000 թիրախի։ Մենք այժմ հարվածել ենք ավելի քան 5000 թիրախների, որոնցից մի քանիսը շատ մեծ են, ասել է նա մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքը։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունը շուտով կավարտվի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ այն շուտով կավարտվի, ասել է նա մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական արշավի ընթացքը։ Ամերիկայի նախագահը հրաժարվել է գործողության ավարտի ճշգրիտ ժամանակացույց նշելով միայն, որ արշավը չի ավարտվի այս շաբաթ։ Միևնույն ժամանակ նախագահը սպառնացել է ԱՄՆ-ն պատրաստ կլինի վերսկսել ռազմական ուժի կիրառումը Իրանի դեմ, եթե անհրաժեշտ լինի։ Եվ եթե այն նորից սկսվի, նրանք կենթարկվեն ավելի ծանր հարվածների։ Նրանք պատրաստվում էին գրավել Մերձավոր Արևելքը եւ նրանք պատրաստվում էին փորձել ոչնչացնել Իսրայելը։ Այսպիսով մենք դա կանխեցինք, եզրափակել է նախագահը։ Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը կոչ է արել աղոթել աշխարհի փրկության համար։ Աղոթեք, որ անեծքը ցրվի եւ աշխարհը փրկվի, հայտարարել է լրագրողը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրական խոստում 4 գործողության 31-րդ փուլի մասին, ուղղված ԱՄՆ-իսրայելական թիրախների դեմ, որը նվիրվել է Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին։ Իրանի զինված ուժերը սպասում են ԱՄՆ ռազմածովային ուժերին Հորմուզի նեղուցում, իսկ պատերազմի ավարտը Իրանի ձեռքում է, հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ բրիգադային գեներալ Ալի Մոհամմադ Նայնին։ Նա հայտարարել է տարածաշրջանում առևտրային եւ ռազմական նավերի արկայության եւ Հորմուզի նեղուցով դրանց հեշտ անցման մասին։ Ամերիկյան նավերը եւ բոլոր կործանիչները լքել են տարածաշրջանը եւ տեղակայվել ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա իրանական հզոր հրթիռներից եւ անօդաչու թռչող սարքերից խուսափելու համար։ Հավելել է նա զգուշացնելով, եթե ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները շարունակվեն, Իրանը թույլ չի տա տարածաշրջանից ոչ մի լիտր նավթ արտահանել։
Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունում փոփոխություններ են կատարվել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությանը ավելացել են 2 նոր հոդվածներ, հանվել է 1 հոդված, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել մի շարք հոդվածներում եւ նախաբանում։ Հաղորդվում է, որ Նախիջևանի սահմանադրությունից հեռացվել են 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին հղումները։ Իրանը նպատակահարմար չի համարում հետագա բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրան հարցրել են, արդյոք Իրանի ղեկավարությունը կապ է հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոջթաբա Խամենեիի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը ընտրվելուց հետո։ Նախ առաջ նրա համար դեռ վաղ է որևէ հայտարարություն անել։ Մենք բոլորը սպասում ենք նրա հայտարարություններին եւ մեկնաբանություններին, որոնք կհրապարակվեն ավելի ուշ։ Սակայն ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ հետագա շփումների կամ բանակցությունների հարցը կքննարկվի, քանի որ մենք շատ դառը փորձ ունենք, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է աջակցել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե նա չընդունի ԱՄՆ պահանջները, ինչպիսիք են միջուկային զենքի մշակումը, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին։ Թրամփը խորհրդականներին ասել է, որ կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե նա պատրաստ չլինի զիջել ԱՄՆ պահանջներին։ Ինչպիսին է Իրանի միջուկային զենքի ծրագրի դադարեցումը, հաղորդել է հրատարակությունը, հղում անելով ԱՄՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներին։ Մարտի 9-ին Իրանի փորձագետների խորհուրդը հաստատեց, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի որդին Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։ Փարիզում մեկնարկել է միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը, այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ։ Վարչապետը գագաթնաժողովից տեսանյութ եւ լուսանկարներ է հրապարակել։ Նրանցից մեկում երևում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ուսումնասիրում է վարչապետի իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը։ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։ Դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Իրանում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է շուրջ 20-ից 25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստանի Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան եւ Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն ռեժիմով։ Կապի սահմանափակումների պատճառով Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար օժանդակում է այնտեղ գտնվող հայերին վերաբերող տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։ Իրանում զարգացումների հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Դեսպանությանն են շարունակում դիմել նաև օտարերկրյա քաղաքացիներ Հայաստանի Հանրապետություն մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ եւ անհրաժեշտ ուղղորդումներ։ Միևնույն ժամանակ դեսպանությունը շարունակում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Իրանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների, դիվանագետներին եւ վերջիններիս ընտանիքների անդամներին նրանց Հայաստանի տարածքով վերադարձը դյուրացնելու գործում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն անդրադարձել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը եւ հաղորդում ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։ Տեղեկատվության հիման վրա ներքին գործերի նախարարության ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու եւ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմած հաղորդումը փոխանցվել է քննչական կոմիտե, ասված է հաղորդագրության մեջ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։
Բացահայտվել է հերթական զանգերի կենտրոնը։ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբերհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական զանգերի կենտրոնը բացահայտում։ CBS News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թեկնածու ունի Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին փոխարինելու համար, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Wall Street Journal թերթը հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ պատրաստ է սպանել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, եթե նա հրաժարվի կատարել ԱՄՆ պահանջները։ Պետք չէ ձեռնարկվեն այնպիսի քայլեր, որոնք ստվեր կնետեն Իրանի հետ մեր հազարամյակների բարիդրացիական եւ եղբայրական կապերի վրա կամ կվնասեն մեր ազգին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով միջադեպին, կապված Իրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռի հետ։ Նա նշել է, որ Իրանի հարձակումները Ադրբեջանի եւ Պարսից ծոցի երկրների վրա անընդունելի են։ Չնայած մեր անկեղծ նախազգուշացումներին շարունակում են ձեռնարկվել ծայրահեղ սխալ եւ սադրիչ քայլեր, որոնք բարդացնում են Թուրքիայի բարեկամական հարաբերությունները, ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական գործունեություն է ծավալել փետրվարի 28-ին Իրանում պատերազմի սկսելուց ի վեր։ Մենք բանակցություններ ենք վարել 16 առաջնորդների հետ, ճգնաժամից դուրս գալու ելք գտնելու համար, բացատրել է Էրդողանը։ Պետության ղեկավարը նաև հայտարարել է, Անկարան պաշտպանում է արդարությունը, միջազգային իրավունքը, խաղաղությունը եւ կայունությունը եւ աջակցում է հակամարտությունների լուծմանը երկխոսության միջոցով։ Հակամարտության սկզբից ի վեր բոլոր թուրքական ստորաբաժանումները մարտական պատրաստվածության վիճակում են։ Մենք մոբիլիզացրել ենք բոլոր պետական ինստիտուտները, հավելել է թուրք նախագահը։ Էրդողանը նշել է, Թուրքիան կշարունակի հետևել զարգացումներին ՆԱՏՕ-ի եւ այլ դաշնակիցների հետ համակարգված աշխատելով եւ լրացուցիչ միջոցներ կձեռնարկի իր անվտանգությունը ամրապնդելու համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած գլոբալ նավթի եւ գազի շուկաների հանդիպման ժամանակ հայտնել է. Ռուսաստանը կարող է որոշել վերակազմավորել իր նավթի եւ գազի մատակարարումները Եվրոպայից դեպի այլ հաճախորդներ, մինչեւ Եվրամիությունը վերջնականորեն դուռը փակելու որոշում ընդունի։ Նա նշել է, որ ապրիլի 25-ից Եվրամիության երկրները ծրագրում են խստացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները, ներառյալ հեղուկացված բնական գազը, որը նախատեսվում է ամբողջովին արգելել 2027 թվականին։ Այս կապակցությամբ կառավարությունը արդեն դրել է այդ նպատակադրումը, գնահատել եվրոպական շուկաներում մեր վառելիքի մատակարարումները դադարեցնելու հնարավորությունն ու նպատակահարմարությունը, առանց սպասելու, որ դուռը մեր դիմաց ցուցադրական փակվի, նշել է Պուտինը։ Առաջնահերթն այն է, որ դա կիրականացվի հիմա, այդ ծավալները եվրոպական շուկաներից տեղափոխվեն ավելի հուսալի եւ հեռանկարային ուղղություններ եւ ամենակարևորը, այնտեղ կայուն դիրքավորվենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, Իրանի դեմ պատերազմը գործնականում ավարտված է։ Ըստ նրա, Ամերիկա-իսրայելական գործողությունը զարգանում է ժամանակացույցից զգալիորեն արագ։ Կարծում եմ, պատերազմը գրեթե ավարտված է։ Նրանք չունեն նավատորմ, կապ, ռազմաօդային ուժեր։ Նրանց հրթիռները կտոր են եղել, նրանց անօդաչու սարքերը ոչնչացվում են ամենուր, ներառյալ անօդաչուների արտադրությունը։ Ռազմական իմաստով նրանց մոտ ոչինչ չի մնացել, հայտարարել է Թրամփը։ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները, որոնք ուղղված են Իրանի քաղաքացիական բնակչությանը, կհանդիպեն խիստ պատասխան արձագանքի, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Մարդկանց սպանությունը եւ բնակելի տարածքների վրա հարձակումները կունենան վերահսկողությունից դուրս հետևանքներ, եւ մենք նույնպես կարձագանքենք խիստ եւ առանց որևէ նկատառումների, նշել է խոսնակը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Իրանի դեմ գործողության մեկնարկից 9 օր անց համաշխարհային շուկաները արդեն զգում են հակամարտության լուրջ հետևանքները։ Նրա խոսքով նավթի գները կտրուկ աճել են, իսկ բազմաթիվ ապրանքների արժեքը սկսել է կտրուկ բարձրանալ։ Արաղչին հայտարարել է, Թեհրանը տեղյակ է ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթային եւ միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերի մասին, բայց ընդգծել է, որ երկիրը լիովին պատրաստ է նման սցենարի։ Մենք լիովին պատրաստ ենք, մենք նաեւ շատ անակնկալ ունենք, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Մարտի 10-ին Փարիզում նա կմասնակցի միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին կմեկնի Ստրասբուրգ։ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողությունների իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանի քրեական գործը մուտք է եղել դատարան 3 մարտի 9-ին։ Այս մասի տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Սրբազանի գործը կքննի Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանը։ Արշակ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1 եւ 4-րդ կետերի հատկանիշներով։ Իշխանություն լրատվականին հայտնի է դարձել, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ։ Ըստ լրատվականի տեղեկությունների Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի նա հանդիսանալով 2000-ից 2007 թվականներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը 2001-ից 2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը եւ դրդել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած ՀՀՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելուն։ Մարտի 8-ին Մասկատ Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել Հայաստանի Հանրապետության 63 քաղաքացի, այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ Օման սահմանակետում եւ ապահովել ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով։ Ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ ձեզ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ Հայաստանի եւ Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ, գրանցելով նոր հաջողություններ։ Առիթը պատեհ համարելով Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն եւ հարատև խաղաղություն։ Ապրիլի 1-ից ապահամակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդից դրան ընդառաջ տեղեկացնում են, որ կանոններում կատարված փոփոխություններով բարձրացվել են ապահովագրական գումարները, հատուցման առավելագույն սահմանաչափերը, գույքին պատճառված վնասների համար գործող 1.800.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 2.500.000 դրամ։ Ազնական վնասների համար գործող 3.300.000 դրամի փոխարեն սահմանվել է 3.500.000 դրամ։ Միևնույն ժամանակ գործող կարգավորումներով սահմանված տրամաբանությունը պահպանելու համար մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հարագումարի գծով ապահովագրական գումարները բարձրացվել են համամասնորեն համապատասխանաբար սահմանելով 25 միլիոն եւ 35 միլիոն դրամ։ Կատարված փոփոխությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ գործող ապահովագրական գումարները համահունչ չեն առկա իրողություններին եւ չեն ծածկում ապա ոլորտում առաջացող վնասների զգալի մասը, մինչդեռ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն առավել ամբողջական պաշտպանել տուժողների շահերը, նշում են բյուրոից։ Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեից քաղաքացիներին հորդորում են նմանատիպ գովազդներ կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում զերծ մնալ թելադրվող գործողությունները կատարելուց, ինչպես նաև այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին։ ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Իրանի նավթային պաշարներին։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային։ Կասկած չկա, թե որն է Միացյալ Նահանգների նպատակը։ Մինչ օրս ոչ ոք չի կասկածել, որ Միացյալ Նահանգների նպատակը նավթային պաշարներին հասանելիություն ստանալն է, ասել է խոսնակը։
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ուսերը թոթվել եւ ծիծաղել է, երբ նրան հարցրել են. արդյոք տեսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ուկրաինացի առաջնորդը խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի համար։ Այս մասին հայտարարել է ռազմական թղթակից Քիմ Բարքերը New York Times-ի հոդվածում։ Լրագրողը հայտնել է, որ հարցրել է Ուկրաինայի նախագահին, արդյոք տեսել է Թրամփի հայտարարությունը, որում ԱՄՆ նախագահն ասել է Կիևի ռեժիմի առաջնորդը խոչընդոտ է Ուկրաինայում խաղաղության համար։ Բարքերը նշել է, որ Զելենսկին անտեսել է հարցը եւ ծիծաղել է այն մտքից, որ պետք է բացատրի հակամարտության պատճառները։ Ես կարծում էի, որ պարզ էր, թե ով է ագրեսորը եւ ով ոչ, նշել է Զելենսկին։ Իրանը մտադիր չէ հրաժարվել իր միջուկային մշակումներից ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից երկրի դեմ իրականացվող հարձակման ֆոնին։ Այս մասին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։ Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը կշարունակվի առանց դադարի, ասել է նա։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պետական մենաշնորհ է, որը վերահսկում է երկրի բոլոր միջուկային օբյեկտները, հետազոտությունները եւ վառելիքի ցիկլը։ Տեհրանում գտնվող գլխավոր գրասենյակը վերահսկում է միջուկային էներգիայի զարգացումը, ներառյալ ատոմակայանների կառուցումը, այդ թվում Ռուսաստանի հետ համատեղ եւ ուրանի հարստացումը։ Զելենսկին պետք է դիտարկի Ռուսաստանի հետ խաղաղության հարցը, քանի որ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը կարող է ձգձգվել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆինլանդիայի ազատության դաշին կուսակցության անդամ Արմանդո Մեման։ Քաղաքական գործիչը նշել է, Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին արդեն մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը կնվազի Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Մեման կարծում է, որ Կիևի ռեժիմի ղեկավարը պետք է այժմ բանակցի Մոսկվայի հետ։ Քանի որ ոչ ոք չգիտի, թե որքան կտևի հակամարտությունը, Զելենսկին պետք է լրջորեն դիտարկի Ռուսաստանի հետ բանակցությունները, բայց նա դա չի անի, քանի որ խոստացել է պայքարել մինչև վերջին ուկրաինացին, նշել է նա։ Իրանի բանակը հայտարարել է, որ իրանական ուժերը անօդաչու սարքեր են օգտագործել Իսրայելում գտնվող ԱՄՆ 512-րդ բազայի ռադարային կայանի, ինչպես նաև Քուվեյթի բազայում գտնվող ամերիկյան սարքավորումներ պարունակող պահեստների վրա հարձակվելու համար։ Իրանական բանակը անօդաչու սարքերի միջոցով հարձակվել է թիրախների վրա, այդ թվում Ռեհավան մարտական աջակցության ստորաբաժանման, օկուպացված տարածքներում գտնվող ԱՄՆ 512-րդ բազայի վաղ նախազգուշացման ռադարային կայանի, ինչպես նաև Քուվեյթի Ալ-Ադիրի ճամբարի ամերիկյան հավաքման կենտրոնների եւ սարքավորումների պահեստների վրա, ասվում է Իրանի պետական հեռարձակողի հայտարարության մեջ։ Բանակը նշել է, որ հարձակումը իրականացվել է վերջին մի քանի ժամվա ընթացքում։ Թուրքիայի վրայով հրթիռի ոչնչացումից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմը կոչ է արել Իրանին զերծ մնալ տարածաշրջանում լարվածության հետագա սրումից։ Իրանից մեր երկրին ուղղված բալիստիկ հրթիռը Գազինաթեփի Շահին-Բեյ շրջանի երկնքում ՆԱՏՕ-ի օդային եւ հրթիռային պաշտպանության ուժերի կողմից անհապաղ որսացվել եւ չեզոքացվել է։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել, ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության ղեկավար Բուրհաննեթին Դուրանը։ Նա հավելել է, որ բոլոր համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես ազգային պաշտպանության նախարարությունը, աշխատում են լիակատար համագործակցությամբ։ Վերջինս ընդգծել է Թուրքիայի օդային տարածքը եւ սահմանային անվտանգությունը պաշտպանելու կարողությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կարող են միջուկային զենք օգտագործել Իրանի դեմ, ուստի երկրի իշխանությունները պետք է կամ հանձնվեն, կամ տեղափոխվեն խոշոր բնակավայրերից դուրս։ Այս մասին հայտնել է Mega Upload եւ Mega File-երի փոխանակման կայքերի հիմնադիր Քիմ Շմիցը։ Գործարարը դիմել է Իրանին եւ կոչ արել պատրաստվել մեծաթիվ զոհերի։ Ես կարծում եմ, որ Թրամփը եւ Նեթանյահուն շուտով պլանավորում են միջուկային զենք օգտագործել։ Հավանաբար ոչ միայն Թեհրանում։ Եթե ուզում եք հանձնվել, արեք դա հիմա։ Եթե չեք ուզում ծնկի գալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի առջև, տեղափոխեք ձեր ղեկավարությանը խոշոր բնակավայրերից դուրս։ Եթե կառավարիչները օգտագործեն միջուկային զենք, ժողովուրդը կտապալի նրանց։ Միլիոնավոր մարդկանց մահից հետո այս քաղաքական գործիչները ապագա չեն ունենա, հայտնել է նա։
Եղանակը առաջիկա օրերին։ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 10-ից 12-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Հաղորդագրության համաձայն քամին կլինի հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-ից 14-ի եւ գիշերը եւ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-ից 6 աստիճանով։ Երևան քաղաքում նույնպես այսօր եւ առաջիկա օրերին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում են ձեղումներ ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։